Շնորհակալություն, հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, ուզում եմ նախ նշել ի գիտություն, որ տվյալ նախագիծը քննարկվել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, դայագլխադասային հանձնաժողով, որը քննարկել է։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Պետք է նշեմ, ինչի մասին է նախագիծը, հասցնեմ ուղղակի տեղավորվել։ Այն վերահսկողական ստորաբաժանումը, ֆինանսների վերահսկողության ստորաբաժանումը, որը եղել է ֆինանսների նախարարությունում, այժմ տեղափոխվում է պետական վերահսկողության ծառայության ներքո։ Ինչ է ենթադրում սա գալիս է այն տրամաբանությունից, որ ֆինանսների նախարարությունը դա քաղաքականություն մշակող մարմին է եւ ոչ թե վերահսկողություն իրականացնող։ Այսինքն այստեղ կա տակը կոնկրետ հիմնավորում եւ իր տրամաբանությունն ունի։ Ինչ վերաբերում է նրան, թե տեղական ինքնակառավարման մարմինների մասով տարբեր գերատեսչություններ են նշվում, որ ինչու սրա միջոցով չի, ինչու նրա միջոցով չի, ու ազգային ժողովի համար հիմնականը դա հաշվեկնիչ պալատն է, որը կարելի ասել արդեն իսկ եղած փաստերն է կարողանում հաշվեկննել։ Հնդածս որևէ անօրինական գործողության պարագայում պետական բյուջեի ծախսերը համայնքում անվերահսկելի են, այն իմաստով, որ միջամտություն անհնար է այդ պարագայում։ Եվ այս եղել է այդ տրամաբանությունը, որ ինչու է տեղափոխվում այս ՊՎԾ-ի տակ եւ ինչու է այս գործառույթը եւ ամենակարևորը, որ այստեղ ոչ ոք չի վիճարկում որոշումների կայացման փաստը, այսինքն անկախության մասին է խոսքը գնում, ոչ ոք չի ասում ինչու դու որոշեցիր, չգիտեմ, ամենաթանկ ավտոմեքենան գնել քեզ համար համայնք ջան, կամ ինչու որոշեցիր այս ինչ որոշումը կայացնել, այլ գործընթացի օրինականության հարցն է կանգնած, որը պետական եւ հանրային ֆինանսների մասին է եւ հաշվետվողականությունը շատ կարեւոր է այս հարցում։ Եվ պետք է ասեմ, որ հանձնաժողովը պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում բացա քննարկումների համար, խնդրում եմ համեցեք եւ ամենակարևորը խնդրում եմ մի վարքյան էլ պարոն Ռուբինյան, խնդրում եմ ինստիտուցիոնալ մոտենալ հարցին։ Ես եւ հանձնաժողովը ինստիտուցիոնալ հիմնվել ենք արդարադատության նախարարության եւ այլն, պատրաստ եմ բոլոր կողմերին հրավիրել եւ անել քննարկում։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։